Կատարելով ներհեշտության ուտրաձայնային հետազոտություն մենք ստանում ենք կանանց փոքր կոնքի օրգանների վերաբերյալ մաքսիմալ ինֆորմացիա։ Կարող ենք տեսնել, ախտորոշել ցանկացած ստրուկտուրային փոփոխություն, այսինքն ցանկացած գոյացություն։ Դա կարող է լինել էնդոմետրիումի պոլիպները, ցերվիկալ կանալի պոլիպները, միոմաններ, էնդոմետրիոզ, ձվարանի փոփոխությունները, թե չափսերի առումով ենք ճիշտ գնահատական տալիս, թե կիստաների, կիստոմաների առկայությունը։ Ներհեշտության ուտրաձայնային հետազոտությունը տալիս է նաև հնարավորություն տեսնել որոշ դեպքերում տեսնել սպիական փոփոխություններ։ Արգանդի մարմնի վրա առկա սպիերը մենք միանշանակ տեսնում ենք եւ կարող ենք տալ իրենց գնահատականը։ Կեսարանի սպիի հետ կապված իհարկե շատ մեծ դեր ունի վիրաբույժի տեխնիկան։ Եթե սպին լինում է ոչ լիարժեք, ես այս թեմային պարտադիր մոտորեր կանրադառնամ, խոսքը գնում է իստմոցելլեի մասին, կանանց դա անհանգստացնում է հիմնական գանգատը լինում է դաշտանային ցիկլից հետո կսվող արյունային արտադրության առկայությունը, բայց այսօր այդ մասին չէ, այս թեմային կանրադառնանք։ Այսօր հակառակ ուզում եմ նշել, որ մենք ունենք հոյակապ վիրաբույժներ, որոնք տիրապետում են այնպիսի տեխնիկայով, երբ անում ես ուտրաձայնային հետազոտությունը, սպին գրեթե չես տեսնում։ Դա իդեալական կատարած վիրահատություններն են։ Ներհեշտության ուտրաձայնային հետազոտությունը կատարելուց ես ճշտում եմ շատ հաճախ, թե ով է եղել վիրաբույժը, որովհետև ամեն վիրաբույժ ունի իր ձեռագիրը։ Եվ մենք այսօր ունենք հիանալի վիրաբույժներ, հոյակապ ձեռքերով, անկրկնելի տեխնիկայով, երբ որ մենք կեսարյան հատումից հետո սպին գրեթե չի նկատվում։ Հիմա ես ձեզ ցույց կտամ մի օրինակ։ Տեսնում եք ինչ տեխնիկա է։ Ես իհարկե վիրաբույժի անունը չեմ բարձրաձայնի, բայց այն, որ մենք ունենք նմանատիպ վիրաբույժներ, նմանատիպ հիանալի տեխնիկային տիրապետող, դա միանշանակ է։